Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, այսօր անցնելու ենք մաթեմատիկայից էջ 46 անհայտ հանելի։ Ինչ է նշանակում անհայտ հանելի, այսինքն հանելին չկա, պիտի գտնենք։ Անհայտ հանելի, նախ հիշենք հանման բաղադրիչները։ Հանման բաղադրիչներն են նվազելի, հանելի, տարբերություն։ Այսինքն, երբ նվազելից հանում ենք հանելին, ստանում ենք տարբերությունը։ Սա արդյունքն է։ Որպեսզի գտնենք հանելին, պիտի 16-ից հանենք 7, որպեսզի գտնենք անհայտ հանելին։ Եթե մեզ մոտ նվազելին է անհայտ, պիտի տարբերությունից հանենք հանելին, որպեսզի գտնենք նվազելին։ Անհայտ հանելին կստանաս, եթե նվազելից հանես տարբերությունը։ Ահա սա է ես ձեզ բացատրում։ Գտիր անհայտ հանելին։ 15-ից կհանենք 6, որպեսզի ստանանք հանելին, 15-ը մեր նվազելին է, իսկ անհայտը մեր հանելին։ 15-ից հանած 6 կստանանք 9։ Նույն ձևով կատարում ենք մնացած այլ վարժությունները։ Ընտրիր այն թիվը, որը տեղադրելով անհայտ հանելիի փոխարեն կստանաս հավասարություն։ Այսինքն 18-ից ինչ հանենք, որ ստանանք 9։ Հիշում ենք, որ 18-ը կազմված էր 9-ից ու 9-ից, այսինքն 18-ից կհանենք 9, կստանանք 9։ Նվազելից կհանենք տարբերությունը, կստանանք հանելին, 18-ից կհանենք 9։ 18-ից հանենք 4, կստանանք 14։ Ահա և 14-ը պատասխանը։ Ուրիշ ինչ եղանակով կարող ես գտնել անհայտ հանելին։ Ուրիշ ինչ եղանակով, այսինքն ես ասեցի, չէ, 18-ի մի մասը 9 է, մյուս մասը էլի 9 է, 18-ի կեսը 4-ն է, մյուս մասը էլի 4-ն է, 18-ը կազմված է 14-ից և 4-ից, այսինքն 8-ի մի կեսը 4-ն է, մեկն էլ դրեցինք եղավ 14։ Նման երկու թվերի տարբերությունը 12 է, նվազելին 18 է, ինչի է հավասար հանելին։ Այսինքն 18-ից պիտի հանենք 12 տարբերություն, որպեսզի իմանանք ինչի է հավասար հանելին։ Եթե 20-ից հանենք Սոնայի մտապահված թիվը, կստանանք 6, որը թիվն է մտապահել Սոնան։ Եթե 20-ից հանենք, ուրեմն 20-ը կհամարենք, որ դա նվազելին է, իսկ 6-ը տարբերությունը։ 20-ից կհանենք 6, կստանանք 14, այսինքն անի մտապահած թիվը, Սոնային մտապահած թիվը 14-ն է, տասնյակներով է։ Եթե 80-ից հանենք Սուրենի մտապահած թիվը, կստանանք 60, որ թիվն է մտապահել Սուրենը։ 80-ից հանում ենք 60, կտեսնենք, որ Սուրենը մտապահել է 20 թիվը։ Բառասրա, սա պիտի անգիր սովորել։ Լրացրու նախադասությունը օգտագործելով նվազելի, հանելի տարբերություն բառերը։ Անհայտ հանելին գտնելու համար կարելի է նվազելից հանել տարբերությունը։ Նորից անհայտ հանելին գտնելու համար կարելի է նվազելից հանել տարբերությունը։ 17-ից հանած 8 հավասար է 9։ Հավասարության մեջ 17-ը նվազելին է։ 9 տարբերությունն է, իսկ 8-ը հանելին է։ Հմտությունների սրահ 157 առաջադրանք։ Ափսեում կար 14 բլիթ։ Մի քանի բլիթ կերան,
մնաց 6 բլիթ։ Դիտիր գծապատկերը և հիմնավորիր պնդումները։ Սա ցույց է տալիս բլիթների քանակը։ Սա ցույց է տալիս, թե քանի բլիթ կար, իսկ սա ցույց է տալիս, թե քանի բլիթ կերան։ Ինչ արեցինք, ընդհանուր քանակից 14-ից հանեցինք, թե ինչքան է մնացել 6 և պարզեցինք, որ 14-ից հանած 6 դա թն է, որին կանվանենք տարբերություն և կիմանանք, թե ինչքան են կերել։ 14-ից կերել են 8 օղաբլիթ, մնացել է 6-ը։ Թե քանի բլիթ կար ափսեում հայտնի է 14, թե քանի բլիթ կերան հայտնի չէ, կերան արդեն գիտենք 8, մնացած բլիթների քանակը հայտնի է, մնաց 6, 14-ից հանեց 6 ցույց է տալիս, թե քանի բլիթ կերան։